Աշխարհի առաջատար լրատվամիջոցների համար արհեստական բանականությունն արդեն կոլեգա է։ Օժանդակ ձեռք հարցազրույցների ձայնագրությունները վերծանելիս, թարգմանելիս, մեծածավալ տվյալներ մշակելիս, տեղեկատվությունը որոնելիս եւ դասակարգելիս։ Մարդու մի քանի օրվա գործը մի քանի րոպեում, զգոն աչքով եւ հմուտ ձեռքով։ Այս գործիքը թույլ է տալիս ամփոփել երկար զեկույցներ եւ առաջարկել նյութերի կառուցվածքը, գեներացնել ոչ միայն պատկեր, տեսանյութ ու ձայն, այլև գաղափար ու ռազմավարություն։ Հատկապես հետաքննական լրագրության մեջ այն կարճ ժամանակում ուսումնասիրում է հազարավոր էջերի փաստաթղթեր, բացահայտում է օրինաչափություններ եւ տվյալների միջև կապեր, եւ այնուամենայնիվ փորձագետներն ընդգծում են, արհեստական ինտելեկտը չի կարող փոխարինել լրագրողին, չի կարող լինել դեպքի վայրում, զրուցել ականատեսների հետ, գնահատել իրավիճակը, պաշտպանել գաղտնի աղբյուրները, հասկանալ ենթատեքստը, պատասխանատվություն կրել հրապարակվածի համար։ Սա շարունակում է մնալ լրագրողի առաքելությունը։ Deutsche Welle-ի Global Media Forum-ում ընդգծվում է ուշագրավ թեզը, այն է. արհեստական բանականությունը տեղեկույթ չի ստեղծում զրոյից, հիմքում մարդու ստեղծած բովանդակությունն է, որի զգալի մասը լրագրողի ձեռամբ կուտակված։ Ամեն օր աշխարհի հազարավոր լրագրողներ դեպքի վայրերում են, հակամարտություն, աղետ, ընտրություն եւ դատական գործընթաց, ուսումնասիրում են փաստաթղթեր, աղբյուրներ եւ ստուգում փաստեր։ Հենց դա է արհեստական բանականության հիմնական աղբյուրներից մեկը ու դրանց հիմքով է գեներացվում մարդկանց հարցերի պատասխանը։ Ֆորումին մի քանի բանախոսներ հիշեցրին իրավական բանավեճը։ Եվրոպայում արդեն քննարկվում է, թե արդյոք պետք է data licensing մոդել լրատվամիջոցներին փոխհատուցելու համար AI ընկերությունների կողմից օգտագործվող բովանդակության դիմաց։ Մոտեցումները տարբեր են ու դեռ իրարամերժ։ Կան կոշտ դիտարկումներ էլ։ Լրագրությունը դարձել է այն հումքը, որի վրա կառուցվում է նոր տեխնոլոգիան, բայց այդ հումքի ստեղծողը հաճախ դուրս է մնում տնտեսական շղթայից։ Վերջին 2 տասնամյակում տեխնոլոգիական հարթակները դարձել են թվային գովազդի հիմնական շահառուն ու բազմաթիվ լրատվամիջոցներ կորցրել են եկամտի զգալի մասը։ Այսօր խնդիրը նոր փուլ է մտել։ Տվյալները, որոնք ներկայացվել էին քննարկումներում, ցույց են տալիս, որոնողական հարթակներից եկող տրաֆիկը 20-30%-ով նվազում է։ Գովազդային եկամուտների կենտրոնացումը շարունակում է տեղափոխվել մեծ տեխնոլոգիական ընկերություններ։ Ամենակննարկված խնդիրներից էր Zero Click Search երևույթը, երբ օգտատերը ստանում է պատասխան, բայց չի բացում աղբյուրը։ Լրագրողները սա նկարագրում էին որպես տեսանելիության աճ, բայց ընթերցման անկում։ Ֆորումին առանձնապես մտահոգիչ թեմա էր նաև մոդելի աստիճանական որակազրկումը։ Արհեստական բանականությունը սկսում է սովորել կամ սնվել ոչ թե մարդկանց ստեղծած սկզբնաղբյուրներից, այլ հենց իր գեներացրած բովանդակությունից։ Բանախոսներից մեկը դա բնորոշեց շատ պատկերավոր։ Եթե պատճենը սկսի սովորել իր իսկ պատճենից, իրականությունը դանդաղորեն դուրս կմղվի համակարգից։ Եթե համակարգը մշտապես սնվի երկրորդային կամ արհեստականորեն ստեղծված տվյալներով, կարող է աստիճանաբար հեռանալ իրականությունից։ Հենց այստեղ է, որ կրկին արժևորվում է լրագրողի դերը, ոչ միայն հավաստի տեղեկատվություն տրամադրելու, այլև հենց արհեստական բանականության զարգացման համար։ Էզրա Իման, Նիդերլանդների հանրային հեռարձակման կազմակերպություն ռազմավարության եւ նորարարությունների տնօրենը, ընդգծում է, լրատվամիջոցներն այսօր կարիք ունեն վերաիմաստավորել աշխատանքի մոդելը։ Կենտրոնում պետք է լինի այնպիսի արժեքավոր բովանդակության ստեղծումը, որը հնարավոր չէ արհեստականորեն վերարտադրել։ Խոսքը խորքային վերլուծությունների, հետաքննությունների, փաստերի ստուգման եւ բացառիկ տեղեկությունների մասին է։ Այս մոտեցմամբ լրագրության գլխավոր արժեքը ոչ թե արագությունն է, այլ վստահելիությունը, շեշտում է Էզրա Իմանը։ Unlocking that next level is where the real opportunity. Ֆորումում նա նաև օրինակ բերեց եվրոպական հանրային հեռարձակողների փորձը, որտեղ սկսում են զարգացնել արհեստական բանականության միասնական ստանդարտներ։
is increasing, and the people that are using it habitual are actually. ՄԱԿ-ի փորձագետ Լամբերտ Հոգենհաուտը արհեստական բանականությունը ինքնին չեզոք գործիք է համարում, որի ազդեցությունը կախված է կիրառման ձևից։ Should not try to compete with the things that AI is excellent at. AI-ը կարող է աջակցել լրագրությանը, արագացնելով տվյալների մշակումը, ավտոմատացնելով եւ հեշտացնելով տեղեկատվության որոնումը, սակայն խմբագրական որոշումները, փաստերի ստուգումն ու հրապարակումների պատասխանատվությունը պետք է մնան մարդու ձեռքում։ Ամենամեծ հիմարությունը կլինի սխալի մեղքը բարթել արհեստական բանականության վրա, ասում է ՄԱԿ-ի փորձագետը։ AI does not have that, right? So, and I think we also have to be careful. Deutsche Welle-ի Global Media Forum-ում եզրակացնում են, ապագայում լրագրության հիմնական արժեքներից մեկը դառնում է ոչ թե միայն լուրը տալը, այլև լուրը ապացուցելը։ Արհեստական բանականությունը կարող է դառնալ հզոր գործիք, սակայն չի փոխարինի լրագրողի մասնագիտական դատողությանը, փորձին, վստահելիությանը եւ պատասխանատվությանը, որքան էլ զարգանան տեխնոլոգիաները։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիո Լուր։ A breakthrough or a breakdown?